Հանրապետության սահմանային անցակետերին կից գործող ապահովագրական ընկերությունների գործակալները Հայաստան ժամանած արտասահմանցիներին վաճառել են կեղծ ապա պայմանագրեր։ Օրենքով նույնիսկ կարճ ժամանակով Հայաստան եկող մեքենան պետք է պարտադիր ապահովագրվի եւ ունենա ապա պայմանագիր։ Հասկանալով, որ այդ արտասահմանցիները ըստ երևույթին հայերենին չեն տիրապետում, այնքան էլ տեղյակ չեն, նրանց տրամադրել էին ապա վկայագրի նման ինչ-որ փաստաթուղթ, որ իրականում ապա վկայագիր որպես այդպեսին չէր կարող հանձնել։ Այսինքն մեքենան չի ապահովագրվել եւ ապահովագրական որևէ ընկերություն միջադեպի դեպքում չի հատուցի։ Խաբվել են նաեւ Հայաստանի մի քանի քաղաքացիներ, կնքել են ապա պայմանագիր ապահովագրական գործակալ ներկայացած անձանց հետ, բայց հետո պարզվել է, որ նրանք գործակալի վկայական երբեք չեն ունեցել։ Մի քանի դեպքում էլ վկայականը եղել է ժամկետանց։ Այսինքն հնարավոր չի եղել հասկանալ, թե ով է այդ անձը, ով ապահովագրական ընկերության անունից ստորագրել է այդ պայմանագիրը եւ ունի նման իրավասություն այդ պայմանագիրը ստորագրելու, թե ոչ։ Մի դեպքով դատավճիռը արդեն կայացվել է, կեղծարարը ճանաչվել է մեղավոր։ Ապահովագրողների բյուրոն վարորդներին հորդորում է պայմանագիրը կնքելուց առաջ ուշադրություն դարձնել մի քանի կետի։ Դրանք պարտադիր են օրինական ապա պայմանագրի համար։ Պայմանագրի վերևի հատվածում ապահովագրական ընկերության տարբերանշանը պետք է լինի, լոգոն։ Վերևի աջ անկյունում առկա է ID կոդ, ունիկալ կոդ է համար, որը ստացվում է ապատեղեկատվական համակարգից։ Պայմանագրում պետք է ուշադիր հետևել։ Ապահովադրի տվյալների, մասնավորապես անձնագրային տվյալների եւ հանրային ծառայությունների համարանիշի մուտքագրման ճշտությանը, տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալների մուտքագրման ճշտությանը, ապահովագրավճարի եւ վճարման եղանակի վերաբերյալ տվյալների առկայությանը, վարորդի եւ ապահովագրական ընկերության միջև պայմանագրի պատշաճ կնքելուն։ Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրումը Հայաստանում պարտադիր է 2011 թվականից։ Այս պահին մոտ 35,000 մեքենա Հայաստանում դեռևս ապահովագրված չէ, ապա պայմանագիր չունի։ Այդ ոլորտում վիճակը շատ հայտարարակ է։ Հայտարարակ ասելով քաղաքացիները օգտվելով են առիթից, որ ճանապարհային ոստիկանությունը էլի մեկ քայլ առաջ անելով չի ուզում անհանգստացնի վարորդին։ Մենք գնացինք այդ քայլին, որովհետև ապա չկատարած տրանսպորտային միջոցի համար վարչական տուժ է նախատեսված 100,000 դրամ։ Քայլը հետևյալն է. ճանապարհային ոստիկանությունը ապա պայմանագիր չունեցող վարորդների համար վերջնաժամկետ էր սահմանել ապրիլի 20-ը։ Լիլիթ Ասլանյան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։